ԱԺԿ խմբակցության ամենասկանդալային պատգամավորներից Հայկ Սարգսյանը ըստ հրապարակ օրաթերթի չի ընտրվել որպես պատգամավորության թեկնածու։ Ժողովուրդ օրաթերթը ԿՊԱ-կան աղբյուրներից պարզեց, որ ՔՊ վարչությունը նրան մերժել է։ Միաձայն գրեթե 20 հոգանոց վարչությունը ընդամենը 3-4 հոգի է կողմ քվեարկել նրա թեկնածությանը։ Մերժման պատճառները սակայն շատ ավելի խորքային են։ Սարգսյանը լուրջ հակասությունների մեջ էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ, նրան մեղադրելով կոռուպցիոն հակումներ ունենալու համար, նշելով, որ նա հովանավորում է խաղատնային բիզնեսները։ Բացի դրանից, իշխանական աղբյուրների փոխանցմամբ Հայկ Սարգսյանն ու նրա եղբայր Նայիրի Սարգսյանը հավակնություններ ունեին զբաղեցնելու Տիգրան Ավինյանի տեղը Երևանում առաջիկա քաղաքապետի ընտրությունների համատեքստում։ Ժողովուրդ օրաթերթը իր աղբյուրներից տեղեկացավ, որ չնայած փոխադարձ սառը հարաբերություններին, Ալեն Սիմոնյանն ու Տիգրան Ավինյանը կոալիցիա են կազմել, որպեսզի կասեցնեն Հայկ Սարգսյանի առաջընթացը ՔՊ-ում։ Արդյունքում մարդը, որը հեղափոխության օրերին Նիկոլ Փաշինյանի կողքին էր բառացիորեն ջրի շիշը բռնողը, այսօր մերժված է Հարազատ կուսակցության կողմից։ Այս տարվա գարնանն էլ Ալեն Սիմոնյանի ջանքերով նա կուսակցական նկատողություն էր ստացել։ ՔՊ-ում քննարկել են, թե Հայկ Սարգսյանը եւ եղբայր Նայիրի Սարգսյանը, որ քաղաքային հարցերով բլոգեր է դարձել, մտադիր են Երևանի առաջիկա քաղաքապետի ընտրություններում դառնալ ՔՊ-ի թեկնածուն։ Դրա համար նրանց ընթացքը կասեցվել է մրցակցային տրամաբանությունից ելնելով։